Կառավարությունը շուրջ 425 միլիոն դրամ կհատկացնի թզի և դեղցի մթերման ու վերամշակման գործընթացների սուբսիդավորմանը։ Նպատակն է մեղմել բերքի իրացման խնդիրները, բայց նաև հայ տնտեսվարողները կարծես թե բողոքում են ստեղծված իրավիճակից, որովհետև սուբսիդավորվում են ոչ թե հասարակ գյուղացիները, այլ միջին օղակը։ Արդյոք այս որոշումը ճիշտ է, թե ոչ։ Ճիշտն ասած, այդ սուբսիդավորելը ամենավերջին քայլն է։ Նախքան սուբսիդավորումը պետք է գոնե կառավարությունը անընդհատ ծրագիր է ինչ-որ բերում, գոնե պետք է ռիսկեր չստեղծեր։ Ռիսկերը իրենք են ստեղծել։ Այդ ռուսական կողմի հետ ամեն կոնկրետ ասեմ, ժեկի աշխատող, ամեն ենթադրենք մարդ, որը ոչ միջպետական հարաբերությունների հետ կապված, ոչ պատասխանատու է, ոչ լիազորություն ունի, առավոտեցիրեգուն այն բան են հայում է ռուսական ամբողջ քաղաքական վերնախավին։ Հետո գնում են ասում են, բա ԵԱՏՄ-ում այս ձև արեք, այն ձև արեք, ՀԱՊԿ-ում սենց արեք, առանց մեզ կկործանվի, այս կլինի, այն կլինի, փաստերական, այս մարդիկ հետևողականորեն հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե փչացնում են, դրանք տանում են դեպի առևտրային պատերազմ։ Հիմա այդ առևտրային պատերազմը այս մարդիկ կառուցեցին, ստացան առևտրային պատերազմը, չէ, հիմա եկել ենք ինչ ենք ուզում, առևտրային պատերազմի մեջ բան ենք փնտրում, ինչ որ փող ենք փնտրում, որ տանք այդ բաներին, տուժած կողմերին, այդ տուժած կողմերին պետք է փողնել, եթե փողը տալու են, շատ կասկածում եմ իմիջիայլոց, որ այդ փողը տալու են, որովհետև այդ փողը գնալու է մարզպետարան, այդ մարզպետարաններում բնականաբար պետք է իրենց ծանոթներին, մոտիկներին այդ բդեշխներ կան, էլի համապատասխան տարածքային։ Այդ դրանց են այդ գումարի մեծ մասը դրանց է գնալու, այդ դրանք էլ ապահովելու են մոտակա արտահերթ կամ հաջորդական ընտրություններին այդ նույն ԿՊ-ի հաղթանակ։ Այս ամբողջ հարցը։ Գյուղացիներին պիտի փողը տան, ճիշտ է դա կլիներ, տնտեսագիտական իմաստով ճիշտ կլիներ, տնտեսականություն, բայց չպիտի տան ձեռնարկություններին, օրինակ չերանոցներին։ Չերանոցներին ինչ են տալի։ Չերանոցները ընդհակառակը հայտնվել են իդեալական պայմաններում, որովհետև գումարային այն շրջանառու միջոցները, որ նրանք պետք է ծախսեին, հիմա ծախսում են մոտավորապես 2.5 անգամ ավելի շրջանառու միջոցներ են իրենք խնայում։ Ամենասխալը հենց դա է, որ չերանոցներին չպիտի տան, այդ փոխադրողներին չպիտի տան, վերավաճառողներին չպիտի փորձեն գյուղացուն էլ չեն տալու, որովհետև գյուղացու ձայնը արդեն կորզել են, այս գյուղացին իրենց հետաքրքիր չի, էսա խնդիրը։